Բարև ձեզ սիրելի հեռուստադիտողներ, Civic-ը տեսակապի միջոցով զրուցելու է իրավապաշտպան Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արտուր Սաքունցի հետ։ Բարև ձեզ, պարոն Սաքունց, շնորհակալություն մեզ միանալու համար։ Ողջույնները, շնորհակալ եմ հրավերի համար։ Պարոն Սաքունց, երկրորդ նախագահը հարցազրույց է տվել մի քանի լրատվամիջոցների, որում Հայաստանի նաև արտաքին քաղաքականությանն է անդրադարձել եւ շատ ավելի հստակ ուրվագծել իր ղեկավարած թե ուժի եւ թե իր պատկերացումները Հայաստանի արտաքին քաղաքականության վերաբերյալ, ինչ դիտարկումներ ունեք Ռուսաստանի շուրջ իր հայտնած տեսակետների հետ կապված, մասնարարպես նշում է, որ 1991-ից 2023 թվականներին Ռուսաստանը լավ գործընկեր էր, բայց հանկարծ այս իշխանությունների օրոք վատը դարձավ։ Ակնհայտ ստում է Ռոբերտ Քոչարյանը, որովհետև պատկերը եւ այն վարքագիծը, որ դրսևորել է Ռուսաստանի Դաշնությունը, ինքը չի համապատասխանում իր նշած ակնկալիքներին եւ ընդհանրապես ճիշտ ասած նման դիրքորոշում կամ մտածելակերպ ունեցող մարդկանց պարագայում ես մի օրինաչափություն եմ արձանագրում, որ եւ հատկապես հայաստանյան համատեքստում այդ մարդիկ մոռանում են կամ նրանց համար գոյություն չունի այն կարևոր հանգամանքը, որ Ռուսաստանի Դաշնությունը ինքը իրականում կայսերապաշտական քաղաքականություն իրականացնող պետություն է։ Գիտեք, երևի թե խորհրդային միության այդ ժամանակահատվածում պատմությունը այնպես է խեղաթյուրված ներկայացվել եւ նաեւ աղճատված, որ մոռանում են մոռացության են տալիս, որ խորհրդային միությունը ինքը իրավամբ հանդիսացավ ցարական Ռուսաստանի իրավահաջորդը եւ ներկայիս Ռուսաստանի Դաշնությունն էլ իրավամբ հանդիսացավ խորհրդային միության իրավահաջորդը։ Այսինքն եւ իսկ պատմությունը հիշում եք կամ առնվազն գոնե կարդացածները կամ անցածները կհիշեն, որ այնպես էր ներկայացվում, որ Ռուսաստանը իր պատմության ընթացքում ազատարար դեր է կատարել, ազատություն է բերել, այն դեպքում, երբ որ իրականում դա կայսրություն էր, իր կայսերապաշտական շահերով էր ղեկավարվում եւ մոտենում բոլոր խնդիրներին, խորհրդային միությունը նույնպես կայսրություն էր, որը ամբողջ արևելյան Եվրոպան էր օկուպացրել երկրորդ համաշխարհային պատերազմի արդյունքում եւ ել չեմ խոսում խորհրդային կայսրության կազմում ընդգրկված հանրապետություններին եւ եթե պատմությունը նայենք հենց նույն Մերձբալթյան պետությունները օկուպացիայի ենթարկեց 1940 թվականին, նույն Ուկրաինան ուրեմն բաժանեց եւ տիրացավ Հիտլերյան Գերմանիայի հետ խորհրդային միությունը, կամ 1920 թվականին Հայաստանը ի վերջո Հայաստանի այն ժամանակվա իշխանությունը ուժի սպառնալիքի ներքո հանձնեց իշխանությունը, այսինքն օկուպացվեց Ռուսաստանի ուրեմն բոլշևիկյան Ռուսաստանի կողմից, կամ նույն վրացական կառավարությունը 1921 թվականին ուղղակի ստիպված էր բոլշևիկյան կամ ռուսական ագրեսիայի հետևանքով թողնել երկիրը եւ փախչել եւ ուրեմն Վրաստանը ուրեմն օկուպացրեց։ Այսինքն այդ մարդիկ հանձինս Ռոբերտ Քոչյանի եւ նրա նմանների նրանց համար Ռուսաստանի Դաշնությունը հանդիսանում է հարազատ պետություն եւ ոչ թե կայսրություն։ Եվ այս պարագայում անընդհատ երբ որ հղում են անում թե պետք է Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերությունները պահպանել, ես հասկանում եմ, որ նա Պուտինի հետ քիմիական կապի մեջ է գտնվում եւ իր համար դա շատ հոգեհարազատ է, բայց եւ դրանով փորձում է մանիպուլացնել, այդ տեսեք ես քիմիական կապի մեջ էի, լավ էր վերաբերվում, իսկ Թավշյա հեղափոխությունից հետո նոր իշխանությունը վատացրեց հարաբերությունը եւ դրա համար վատ է վերաբերում, իրականում երբեք Ռուսաստանի Դաշնությունը ինքը չի դադարել լինել կայսերական որպես պետություն եւ իր կայսերական շահերով է ղեկավարել, այդ թվում նաեւ
Հայաստանի տնտեսական եւ քաղաքական ուրեմն բռնազավթումը եւ Ռոբերտ Քոչարյանը ընդամենը հանդես է գալիս որպես Կրեմլի հպատակը այն ինչ որ եղել է Հայաստանի Հանրապետությունում ինքը իր նախագահության տարիներին, այսպես կոչված նախագահության, որը շարունակվել է Սերժ Սարգսյանի օրոք։ Իսկ եթե առանձին դրվագներին, ապա այդ դեպքում ոչ մի անգամ Ռուսաստանի Դաշնությունը անվճար օգնություն չի տրամադրել Հայաստանի Հանրապետությանը։ Անկամ ես կհիշեցնեմ փաստ, որ Ռուսաստանի Դաշնությունը մարեց շատ պետությունների արտաքին պարտքերը Ռուսաստանի Դաշնությանը, բայց ոչ Հայաստանինը։ Գույք պարտքի դիմացի ամբողջ տրամաբանության հիմքում հենց ընկած էր Հայաստանի ռեսուրսների որպես պարտք Ռուսաստանի, այդ ինքն է առաջարկել Պուտինի խոսքերով, հենց Ռոբերտ Քոչարյանն է առաջարկել, բայց այդ դեպքում երբ որ դաշնակից էր կամ այդպես ազատարար ինչ չէր այդ պարտքերն էլ զիջում կամ զրոացնում, հա, ինչպես շատ պետությունների կամ ամենավերջի ուրեմն իրադարձությունը։ Ի վերջո, այո, Հայաստանի Հանրապետությունը չկարողացավ ապահովել եւ հանդես գալ որպես Լեռնային Ղարաբաղի բնակության անվտանգության երաշխավոր, բայց որպես անվտանգության երաշխավոր հանդես եկավ անձինս այդ տխրահարչակ երակոմ համաձայնագրի 2020 թվականի Ռուսաստանի Դաշնությունը իր զորախմբով, բայց ապահովեց ինքը հանդես եկավ որպես անվտանգության երաշխավորը արցախցիների։ Իհարկե ոչ, ինքը բացարձակապես ուրեմն մատին չտվեց թե բլոկադայի ժամանակահատվածում, թե նաև այդ մինչ բլոկադան Ադրբեջանի կողմից բլոկադայի մասին է խոսքը։ Ի վերջո մի պետություն, որը իր քաղաքացիների նկատմամբ է ահաբեկչական բնույթի գործողություններ կատարում։ Հիշեցնեմ չեչենական երկու պատերազմները, կամ մի պետություն, որը ագրեսիա է սանձազերծում հարևան մեկ այլ պետության Ուկրաինայի նկատմամբ։ Նա չի կարող մեկ այլ պետության նկատմամբ այլ վերաբերմունք ունենալ, հա, դա հատվածային չի լինում, ինքը ամբողջական իր էությամբ կայսերապաշտական եւ որի մասին չէր թաքցրել Վլադիմիր Պուտինը, երբ որ որակում էր, որ խորհրդային միության ուրեմն փլուզումը դա աշխարհաքաղաքական ողբերգություն է։ Ռոբերտ Քոչարյանը երևի թե կիսում է խորհրդային միության փլուզման վերաբերյալ Պուտինի այդ գնահատականը եւ փորձում է հիմա ջանքեր գործադրել, որպեսզի աչակցի Պուտինին վերականգնելու խորհրդային միությունը։ Այսինքն, գիտեք, կամ պատմության չիմացության մասին է խոսքը, կամ իրապես պատմության եւ հին եւ դորագույն պատմության ընթացքում շարունակում ելնել այն կոնցեպտից, այն սկզբունքից, որ Ռուսաստանի Դաշնությունը կայսրություն չէ, որի հետևանքով նաև տրամաբանական ոչ օբյեկտիվ, հա, արդյունքներ է ունենում կամ գնահատականներ է ստանում։ Սա ես կարող եմ ասել եւ իհարկե պարզ է, որ բովանդակային առումով կայսրությունը ոչ մի անգամ չի կարող հանդուրժել եւ որ նրա նախկին, հա, կամ նրա ներկա ազդեցության տակ գտնվող որևէ պետությունում տեղի կունենա մի այնպիսի երևույթ, ինչպիսին հեղափոխությունն է, որը իր էությամբ, բովանդակությամբ հակընդդեմ է Կրեմլի զարթողական քաղաքականությանը, որտեղ հեղափոխությունը դա ըստ էության այդ պետության, տվյալ դեպքում Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ինքնուրույնության դրսևորման փաստն է։ Ինքներս ենք որոշելու մեր ճակատագիրը եւ այս առումով իհարկե նա Ռուսաստանի կողմից, ռուսական կայսրության կողմից, Կրեմլի կողմից անընդունելի եւ անհանդուրժելի է նման երևույթը, որի դեմ իհարկե իր թողտվությամբ տեղի ունեցավ այդ խայտառակ ուրեմն ագրեսիաները թե Լեռնային Ղարաբաղի եւ թե նաեւ Հայաստանի նկատմամբ եւ բոլորիս է հայտնի, որ Իլհամ Ալիևը հենց Կրեմլի գործիքն է եւ եթե դու Կրեմլին գտնում ես, որ պետք է հաճոյանալ եւ նրա հետ հարաբերությունների բարելավման միջոցով պետք է փրկություն ունենաս, ապա այդ դեպքում կամ դու ես ուզում դառնաս լավագույն գործիքը, քան թե Ալիևը, բայց այդ դեպքում գործիքի կարգավիճակում գտնվելը անկախ նրանից թե այդ գործիքը ինչ նպատակներ է օգտագործում, բոլորին էլ արժանապատիվ ուրեմն կարգավիճակ չէ։
Պարոն Սաքունց, այստեղ նաև մի հարցի անդրադառնում, որի մասին նաև մեր քաղաքացիներն են հաճախ հակադարձում, նրանք նույնիսկ ովքեր որ դեմ են Ռուսաստանի հետ հարաբերություններին, որ Եվրոպան Հայաստանի անվտանգությունը չի ապահովելու։ Կուզեի ձեր կարծիքը լսել, այս մի հարցի հետ է խաղում, որը նաև շատերին է հուզում, հետաքրքրում, եւ երբ նշում ենք, որ Ռուսաստանից կան դժգոհություններ եւ այլն, հակընդդեմ կարծիքը սա է լինում, Եվրոպայից ինչ ենք ստանում, ինչ կասեք այս մասին։ Նույն նժարի վրա դիտարկել եվրոպական անվտանգային համակարգը եւ այսպես կոչված ռուսական կամ հապկի անվտանգային համակարգը ոչ միայն անհիմն է, այլ նաեւ տեղին չէ, որովհետեւ Հայաստանը դեռևս շարունակում է մնալ ռուսական անվտանգային համակարգում, առնվազն գոյություն ունեն հայ-ռուսական բազմաթիվ, ուրեմն միջպետական պայմանագրեր, ռազմավարական դաշնակցության պայմանագրերը, անվտանգային պայմանագրերը, Հայաստանը շարունակում է դե ֆակտո, դե յուրե, ավելի ճիշտ, շարունակում է մնալ հապկի անդամ պետություն եւ այդ երկկողմ պայմանագրերը որևէ նշանակություն չունեցան Ադրբեջանի վրա, որը հապկի անդամ պետություն չէ, զսպելու, կանխելու այն ագրեսիաները, որ նա սանձազերծեց։ Խնդիրը նույնիսկ այստեղ այն չէ, որ հապկը կամ հայ-ռուսական պայմանագրերը Ռուսաստանը պարտավորություն չունի Լեռնային Ղարաբաղի բնակչության անվտանգության ապահովման համար, բայց Ռուսաստանի Դաշնությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների թվում էր։ Եվ նրա քաղաքական վարքագիծը մենք շատ լավ գիտենք, թե ինչ նշանակություն կարող է ունենալ մեկ այլ պետության վարքագծի վրա, երբ որ կարող է կիրառել, թեկուզ կոնֆլիկտի խաղակարգավորման որպես պարտավորություն վերցրած պետություն, հենց ինքը անմիջապես կարող է ունենալ վճռորոշ նշանակություն ցանցելու Ադրբեջանի ռեժիմի սանձարձակ պահվածքը, բայց որը չարեց։ Էլ չեմ խոսում Հայաստանի նկատմամբ ագրեսիայի պարագայում։ Լավ, ենթադրենք հապկը չաշխատեց։ Հապկը ենթադրենք ինչ որ խնդիրներ էր տեսնում։ Բայց միջպետական հայ-ռուսական պայմանագրերը գործեցին անվտանգության առումով։ Եվ հիմա այս կոնտեքստում, երբ որ դու գիտակցորեն փորձում ես տեսնելու չտալ, այսինքն աննկատ դարձնել, չանդրադառնալ երկկողմանի եւ բազմակողմանի պարտավորությունները Ռուսաստանի եւ ուրեմն հապկի անդամ պետությունների հետ Հայաստանի Հանրապետության անվտանգության ապահովման հարցում դու փորձում ես նսեմացնել եվրոպական անվտանգային համակարգը, որում Հայաստանը երբեք չի եղել ու հիմա էլ չկա։ Այսինքն որևէ միջպետական պայմանագրով եվրոպական միության որևէ անդամ պետության հետ, անգամ նույն Ֆրանսիայի հետ կամ նույն Միացյալ Նահանգների հետ ռազմավարական համագործակցության որևէ պայմանագիր չունենք։ Այսինքն խոսել մի անվտանգային համակարգի անարդյունավետության մասին, որի կազմում դու անգամ չկաս, կամ որը չունի այդ պայմանագրային պարտավորությունները, որոնք ունեն Ռուսաստանի Դաշնությունը Հայաստանի հանդեպ եւ հապկի անդամ պետությունը Հայաստանի հանդեպ, դա նշանակում է դիտավորյալ կեղծել իրողությունը։ Սա եւս մի փաստարկ է, որ Ռոբերտ Քոչյանը եւ իր կոմպանիան, այսպես կոչված իր համախոհները, ամբողջությամբ տրված են, հանձնված են իրենց ողջ էությամբ ռուսական կայսրության շահերի սպասարկմանը։ Եվ այն դեպքում, երբ որ այդ շահերը իրապես չեն համապատասխանել, ուրեմն Հայաստանի Հանրապետության պետական շահ եւ չեն էլ կարող համապատասխանել, փորձել նսեմացնել մի անվտանգային համակարգ, որի հետ նոր սկսում է ձևավորվել, դրա մեջ տեսնում են ռիսկեր ոչ թե Հայաստանի Հանրապետության պետության շահերի, այլ ռուսական կայսրության շահերի հետ կապված, որովհետեւ եվրոպական ինտեգրման որպես եւ եվրոպական անվտանգային համակարգում ընդգրկումից ով է առաջի հերթին տուժելու։ Իհարկե ռուսական կայսրությունը։ Եվ բնական է այս իսկ Հայաստանի Հանրապետությունը շահելու է, որովհետեւ առնվազն գոնե ես կարող եմ վերհիշեցնել ձեզ նաեւ դիտողներին, որ Ադրբեջանի կողմից Հայաստանի նկատմամբ ագրեսիայի սանձազերծողը
եղել է հենց Միացյալ Նահանգների պետքարտուղարությունը, Միացյալ Նահանգների վարչակազմը։ Էլ չեմ խոսում, որ հենց Միացյալ Նահանգներն են նաև Ղարաբաղյան առաջի պատերազմի ժամանակ կանխել Թուրքիայի կողմից հնարավոր ոտնձգությունները Հայաստանի նկատմամբ։ Չէ, այսինքն սրանք պատմական իրողություններ են, որի կամ այդ ռուսական ուրեմն դաշնակցային, հա, վերաբերմունքը արդյոք կանխեց 2016 թվականի Ադրբեջանի այդ սանձազերծած պատերազմական գործողությունները։ Նույնիսկ եմ կրկնում, խնդիրը այստեղ նա չի, որ ունի պարտավորություն Ռուսաստանը Լեռնային Ղարաբաղի նկատմամբ ուներ կամ չուներ։ Խնդիրը կայանում է նրանում, որ Հայաստանի նկատմամբ ուներ եւ Ադրբեջանի նկատմամբ կարող էր եւ ուներ։ Եվ այստեղ ինքը նշում է, որ Ռուսաստանը միջնորդում էր, որ 20 թվականի պատերազմը կանգներ, բայց իշխանությունները դա չուզեցին, մի բան էլ հետագայում Ռուսաստանի միջնորդական դերը նվազեցրեցին Պրահայում, նսեմացրեցին։ Մենք խոսում ենք ոչ թե մի պետության մասին, որը ունի նույն կարգավիճակը, որպեսզի ասենք Ֆրանսիան, որովհետև Ֆրանսիայի նախագահն էր միջնորդի դերում հանդես գալիս, այլ մի պետություն, որը դաշնակցային հարաբերություն ունի, պայմանագրային պարտավորություններ, սա գիտակցաբար կեղծիք է կամ անգրագիտություն, ոնց կարա դաշնակիցը միջնորդի դեր խաղա մի պետության հետ հարաբերություններում, որը նրա անվտանգային համակարգի մասը չի կազմում։ Հասկանում եք ոնց է։ Այսինքն լավ, եթե Ռուսաստանի Դաշնությունը ռազմավարական դաշնակցային պայմանագիր կնքեց Ադրբեջանի հետ 2020 թվականին Ուկրաինայի դեմ ուրեմն ագրեսիայից առաջ։ Մինչ այդ ուներ Հայաստանի հետ ռազմավարական դաշնակցային պայմանագիր շատ ավելի երկար ժամանակ։ Այսինքն ինքը գերադասեց Ադրբեջանի հետ ռազմավարական դաշնակցության պայմանագիրը Հայաստանի հետ դաշնակցական պայմանագրից, ճիշտ է։ Այդ դեպքում Ռուսաստանի Դաշնության միջնորդության բանի մասին խոսելը, դերի մասին խոսելը, դա ակնհայտ կամ անգրագիտություն է, որտեղ դաշնակիցը միջնորդի դեր չի կարող խաղալ։ Դաշնակիցը իր դաշնակցային պարտավորությունները պետք է կատարի։ Եվ ինքը կատարել է արդյոք, թե ոչ, սա մասին պետք է խոսել։ Եվ այդ նման մակարդակի մարդը փորձ է անում հանդես գալ Հայաստանի Հանրապետության փրկիչի դերում, տարերական ուրեմն գերագիտության բաները չի հասկանում, ոնց կարած դաշնակից լինի միջնորդ։ Դաշնակիցը հենց նա է, որ կատարում է իր դաշնակցային պարտավորությունները, եւ դա գիտակցորեն է կեղծում, կամ նույնիսկ եմ կրկնում, գիտակցորեն իրեն անգրագետի տեղ է դնում։ Պարոն Սաքունցի, ո՞րն է նպատակը ամեն հաջորդ հարցազրույցում, ամեն հաջորդ ասուլիսում էլ ավելի խորը ցույց տալ, որ ես գամ իշխանության, ավելի լավ կլինի, ավելի շատ բաներ կտանք Ռուսաստանի տնօրինությանը։ 1 տարի է մնացել ընտրություններին, ակնհայտ էստեղ նաև որոշակի մեսիջներ կային Ռուսաստանին, որոնք էին դրանք ձեր կարծիքով։ Տեսեք, նախ այսքան խոսակցության ընթացքում ճիշտ չի լինի, որպեսզի մենք չանդրադառնանք նաև իշխանության վարքագծին։ Որտեղ ինչի հետևանքով է Ռոբերտ Քոչարյանը գտնում, որ նման խոսքեր կարող է ասել։ Եվ մենք բազմիցս եւ շարունակաբար անձամբ ես քննադատել եմ Նիկոլ Փաշինյանին, երբ որ նա շնորհավորեց Լուկաշենկոյին այդ խայտառակ նախագահական ընտրություններից հետո, երբ որ զանգվածային ոտնձգություններ, ձերբակալումներ, բռնություններ, հազարավոր քաղբանտարկյալներ, չէ՞, այսինքն կոնկրետ խոսքը վերաբերում է ՀԱՊԿ-ի անդամ մի պետությունում այդ իրավունքների խայտառակ խախտումներին։ Երբ որ խոսքը գնում է նույն Ղազախստանում որպես ՀԱՊԿ-ի մյուս անդամ պետություն, ներքին քաղաքական իրադարձությունների ընթացքում մարդկանց սպանություններին իշխանության կողմից, եւ դու գնում ես մասնակից դառնում քաղաքացիական ընդվզումների դեմ ուժի կիրառմանը, ավելի նույնիսկ նախաձեռնում ես, դա նույնպես քննադատում ենք, որտեղ դու եթե ժողովրդավարական պետություն ես, ապա դու չես կարող բռնապետական ռեժիմների աջակցողը եւ ողջունողը լինես, հա։ Եվ այս պարագայում եք քննադատել ենք նաեւ եւ ես քննադատել եմ նաեւ Հայաստանի կառավարությանը, որ քաղաքական ու իրավական գնահատական չտվեց նախկին իշխանություններին պետության զավթման համար, որի երաշխավորը այդ պետության զավթման երաշխավորը եղել է հայ-ռուսական կոռուպցիոն համակարգային համագործակցություն, այդ թվում նաև անվտանգային համակարգերում։ Այսինքն, երբ որ այս ամենը չի անում ներկա իշխանությունը, ավելին մենք հետևողական չի համակարգային բարեփոխումների առումով, դատական համակարգի բարեփոխման առումով
ուշացած է անվտանգային բնակավարում, գոնե պաշտպանական բնակավարում բարեփոխումների առումով, չէ՞։ Եվ այս պարագայում Ռոբերտ Քոչարյանը նաև մնալով անպատիժ եւ ոչ միայն ինքը, այլ իր կառավարող կլանը, այդ մաֆիան մնում է անպատիժ, նրանք սկսում են լեգիտիմ հիմքեր ձեռք բերել անպատժելիության հետևանքով եւ նաեւ քաղաքական խոսք ասել։ Այսինքն ես ուզում եմ ասել նախարարի պատճառը բուն, որ այս մարդիկ շարունակում են քաղաքական, դա գիտեք, ամբողջ էությամբ կրիմինալ ուժերը քաղաքական դերակատարում են շարունակում ունենալ Հայաստանում, այն դեպքում, երբ որ նրանց իրավական ու քաղաքական գնահատականը պետք է այնպես տրվեր, որ նրանք նույնիսկ չհամարձակվեին եւ նրանց խոսքը անգամ չհնչեր որպես հնարավոր։ Հիմա բարձ է որ առաջին հերթին դա եկող տարի սպասող պարլամենտական ընտրությունների նախապատրաստվելն է։ Դա զուտ որպես նպատակ, ինչ իհարկե նրանք ասես որ ակնկալում են որ մեծամասնություն կստանան, միամտություն է։ Հայաստանում երբևէ այդ ուժերը մեծամասնություն չեն ստանալու, բայց ստանան տեղ քաղաքական դաշտում, որպեսզի խոչընդոտեն Հայաստանի ժողովրդավարական զարգացմանը, նրանք ունեն։ Եվ այս առումով ժողովրդավարական զարգացումից նահանջները կամ ոչ հետևողական լինելը, որ իշխանության պատասխանատվությունն է, ստեղծում է նաև նման հնարավորություն, որպեսզի նման կրիմինալը, մաֆիա, իր ամբողջ էությամբ, հա, հակամարտկային, պետական ահաբեկչություն իրականացած մաֆիան գլուխ բարձրացնի, ասի գիտեք, մենք ավելի լավ ենք կառավարում։ Եվ դրա էլի երաշխավորը ասում են, որ կարող է լինել միայն Կրեմլը։ Եվ այսինքն սա մեսիջն է, որ Կրեմլ մեզ տվեք, մեզ դիտարկեք որպես այն ուժը, որը Հայաստանում ձեր կողմից կառավարելիության խնդիրը կլուծի։ Իմ համոզմամբ Կրեմլը չունի այդ ռեսուրսները կամ առնվազն գոնե այդքան անգրագետ չեն, որ հասկանան, որ Հայաստանում այդ նախկին, հա, ՀՀԿ դաշնակցություն, չգիտեմ, Ծառուկյան եւ այս խմբավորումը շատ լավ գիտեն, որ դա մեծամասնություն չի ստանալու։ Եվ բնականաբար մեծամասնություն ստանալը կարող է լինել միայն արյունահեղությամբ, այսինքն պարտադրմամբ, որի գնալու համար դրանք բավական մեծ ռեսուրսներ պետք է ծախսեն, իսկ այդ ռեսուրսները չունեն։ Այդ առումով միակ ռեալ նպատակը Հայաստանում անկայունությունը, անկառավարելիությունը մեծացնել, որի պարագայում նրանք ավելի հեշտ կարող են ունենալ ազդեցություն։ Եվ այս առումով Քոչարյանը առաջարկում ասում է, ես կարող եմ ապակայունացնող այդ գործոնը լինել Հայաստանի Հանրապետությունում, բայց կներեք Հայաստանի Հանրապետությունը ապակայունացնող այդ գործոնների այդ դերի արդյունավետությունը պայմանավորված է իշխանությունների ոչ սկզբունքային, ոչ հետևողական վարքագծով, որտեղ դու չես գնում մայիսի 9-ին շքերթին մասնակցում օրինակի համար։ Հասկանում եք ոնց է, դու գնում ես բռնապետի կողքը նստում, որևէ քաղաքական նպատակահարմարություն չի կարող այս պահին հաշվի առնելով Կրեմլի իրական վիճակը, որտեղ բավական շատ թուլացած է, ասում սատանան անգամ սարսափելի չէ, ինչքան նրա մասին, հա, խոսում են։ Կրեմլը բավական շատ թուլացած է, եւ նրա ջանքերը որպեսզի իզգոյ չերևա, ամեն կերպ փորձում է այդ պատկերացումը ստեղծել նաև հանձինս Քոչարյանի եւ նրա կամպանիայի, հա, այդպեսի ուժերի։ Բայց նկատելի չէ իշխանության դիրքորոշման որոշակի փոփոխությունը։ Դուք նշեցիք օրինակ Լուկաշենկոին շնորհավորելը, բայց նաև չասացիք, որ օրինակ Նիկոլ Փաշինյանը ասել է, որ Բելարուս ոտք չի դնի այնքան ժամանակ, քանի դեռ Լուկաշենկոն նախագահ է։ Նաև Ալբանիայում հանդիպեց Տիխանովսկայի հետ, որը շատ ցավոտ է Բելարուսի համար։ ԵՄ օրենքի ընդունումը որոշակի քայլեր ամեն դեպքում նկատելի Գիտեք, մենք ես չեմ ասում այդ քայլերը չեն արվում։ Այո, այդ քայլերն արվում են։ Խոսքը գնում է խորքային, բովանդակային այնպիսի բարեփոխումներին, հա։ Ես կտրուկ չեմ ասում, բովանդակային։ Բովանդակային այնպիսի քայլերի, որի պայմաններում մաֆիան, ես ասում եմ դա մաֆիան ա եղել։ Մաֆիան Հայաստանում եղել է իշխանության գլուխ։ Մաֆիայի ոտքերի տակից հողը կկտրվի։ Հիմա տեսեք, ես դա այս աշխուժությունը նաև կապում եմ իհարկե մի քանի գործոններ կան, ընդհանրապես ցանկացած երևույթ
մի գործոնով չի պայմանավորված։ Ես մեկը նշեցի ուրեմն սպասվող, հա, եկող տարի պարլամենտական ընտրություններին, քաղաքական տեսակետից, հա, նաև, բայց մյուս կողմը դա տնտեսական կոմպոնենտն է, որովհետև ապօրինի ճանապարհով ձեռք բերված գույքի վերադարձի այդ պահանջը, որ ներկայացում է այդ ամբողջ խմբավորմանը, իսկ դա է ամենացավոտը, չէ՞։ Նյարդային արձագանքների տեղ է տալիս, այո, որովհետև նրա մաֆիային սնուցողը դա այդ ռեսուրսներն են։ Մաֆիան ինչի հաշվին գոյություն ունի։ Ապօրինի ճանապարհով կրիմինալ բովանդակությամբ ձեռք բերված ռեսուրսների հաշվին։ Բայց ինչու նոր։ Ինչու չէր դա կարող արվել հենց 2019 թվականին, լավ 20 թվականին։ Ես հարցերը, գիտեք, կարող են ասել, թե բա այն ժամանակ համակարգը պատրաստ չէր եւ այլն, դե պատրաստ լիներ։ Ձեր ձեռքին էր վերջին հաշվով։ Զինված ուժերի բարեփոխումները ուրեմն 44-օրյա պատերազմից հետո բովանդակային բարեփոխումները սկսվեցին միայն 2022 թվականի կեսերից։ Մենք 21-22 ամբողջ տարի կորցրեցինք։ Հա, ես նկատի ունեմ ժողովրդավարական եւ արևմտյան պետությունների պաշտպանության բնագավառի համագործակցությունը, որը իրապես բովանդակային նշանակություն ունի, 2 տարի ուշացումով ենք սկսում։ Դեք դուք պետք է ասեք, որ սկսվեց դա 2018 թվականին։ Կամ ինչու ռուսական բազան միջև հիմա պետք է գտնվի այստեղ։ Երբ որ կարող էր, գիտեք, զուգահեռ անցկացնեն, որպեսզի հասկանալ լինի։ Սահակաշվիլին իշխանության գալուց հետո առաջի 7 ամսվա ընթացքում Վրաստանի տարածքը ազատեց ռուսական բազաներից։ Մնացել էր ախալքալակի ռուսական բազան, այն տեղական մաֆիայի հետ համագործակցության բանով, հա, փորձում էին դժվարացնել, բայց ի վերջո մարդը քաղաքական կանգ դրսևորեց եւ ազատեց պետությունը։ Չնայած դա իրեն չզրկեց այն վիճակից կամ երաշխավորության վիճակից, որ հիմա կալանավորված է այդ պրոռուսական, հա, ուժերի կողմից։ Դա արդեն այլ բնույթի սխալների մասին է խոսքը։ Բայց վերջին հաշվով լուծեց այդ խնդիրը։ Իսկ մենք միջև այդ խնդիրը չենք լուծի։ Այո, ես կարող եմ ավելացնել Զվարթնոց օդանավականից տարիներ շարունակ այնտեղ ապօրինի գտնվող ռուսական սահմանապահ ուրեմն ծառայությունը հեռացվեց։ Լուծվեց Իրան-Հայաստան սահմանապահ ուղեկալներից, հա, չնայած դեռևս այնտեղ թիկունքային գոտում մնում են։ Բայց նույն բանը Ռոբերտ Քոչյանը կամ Սերժ Սարգսյանը, դա մի հատ բան հիշեցնեմ։ Հայ-ռուսական սահմանապահ ծառայության մասին պայմանագրով նախատեսված էր, որ հայ-իրանական եւ հայ-թուրքական սահմանները ռուսական սահմանապահ զորքերն են ապահովում, որոնք աշճանաբար ժամանակի ընթացքում այդ ծառայությունը պետք է փոխանցեն Հայաստանի սահմանապահ ծառայությանը նրանց կայացմանը զուգահեռ։ Հարց. 20 տարվա ընթացքում Հայաստանի սահմանապահ ծառայությունը ինչի՞ չեք զարգացրել, որպեսզի վերցնեիք այդ սահմանների պահպանությունը Հայաստանի Հանրապետության սահմանապահ ուժերի կողմից։ Ինչ է կարել այդ ուղղությամբ։ 20 տարի, ամեն մեկը 10 տարի, 10-ական տարի նախագահ էիք։ Պայմանագրով է ամրագրված եղել։ Դրա մասին խոսեք։ Կամ ասում ա թե հայ իրանական գազի մատակարարման խողովակը ի սկզբանե, ինչի՞ էր ի սկզբանե փոքր, մեծ դարձնեիր։ Պայմանագրի մի կողմը դու էիր։ Եթե չես փոքրին համաձայնվել։ Եթե մեծ տրամաչափին համաձայնվել իրանական կողմը պետք է ասի, չէ, չենք տալիս, հա։ Այդ անհեթեթությունները։ Շատ շնորհակալություն պարոն Սաքունց հետաքրքիր վերլուծության համար։ Հաջողություն ձեզ, շնորհակալ։ Շնորհակալություն, իմ հյուրը հիշեցնեմ իրավապաշտպան Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արտուր Սաքունցն էր։